Okay, ես չգիտեմ ես մի ժամը ոնց անցավ, բայց հիմա շատ արագ պետք է պատրաստվեմ։ Մազերս հյուսել էի գիշերը քնելուց առաջ, քան լցի թող մի քիչ ցենց հետ վերադառնա իր տեսքին գա ու արդեն ինչ որ պետք է քսեի, կքսեմ։ Մինչ դա ուզում եմ քսեմ սյուրմա, բայց որոշել եմ, որ անպայման պետք է մինչև տարվա վերջ սովորեմ նորմալ, ցենց ամեն փուլը մեյքափի սովորեմ, որ երբ որ ուզենամ, ցենց ամբողջական կարողանամ մեյքափ անեմ, ինձ թվում է, որ սկսեմ նորմալ մեյքափ անել, նաև տարիքիս համապատասխան կերևամ, էլ չեն ասի Իրենա ջան դու 15 տարեկան չես, չէ։ Ուսում եմ այս eyeliner-ը, ովքեր որ ինքպես անտաղանդ են մեյքափի հարցում, այս ձեզ հաստատ կօգնի, ինքը շատ անունը ոնց որ classic է, հենց classics, շատ բարակ է, այն մատիտներով ավելի վատ է ստացվում իրականում, քան սրանով, երբ որ սրանով սովորում ես, շատ հեշտ ստացվում է։ Անգամ մտածում եմ կարելի է փոշեդրում անել, որովհետև ինձ միշտ դուր է գալիս սկսած տարբերակը, բայց դուր չի գալիս սկսելու process-ը, որ կարա շատ երկար տևի, մի օր շատ լավ է ստացվում, մի օր կարա ժամերով փորձես ու չստացվի։ Մի հատ բան եմ տեսել, ուզում եմ պատվիրեմ, ինքը մեյքափի բարեգաների սենց փոքր դերակ է, որ կարաս ինչ-որ օգտագործում ես խնամքի միջոցներ, մեյքափի միջոցներ դնես այդ դերակի մեջ ու հատկապես եթե բլոգ ունես, իմ այս պրոդուկտները ամեն ինչը գտնվում է նենց տեղ, որտեղ հարմար չի նկարելը ու ինձ պետք է որ բերեմ մի քիչ լուսավոր տեղ դնեմ, ինքը հարմար է, ստեղ նկարները կդնեմ, դեռ չեմ կողմնորոշվում, նախ ինքը շատ սիրուն կլինի, օրինակ ստեղ դրված, համել հարմար, որովհետև ամեն ինչ մի տեղում է։ Եթե ինչ-որ օր ես տեղ չունեմ գնալու, ոչ մի բան չեմ նկարելու ու որոշում եմ քսեմ սյուրմա, ստացվում է այնքան իդեալական, այնքան սիրուն, այնքան սենց պրոֆեսիոնալ, իսկ որը որ շտապում եմ, տեղ ունեմ գնալու, գործեր ունեմ, ստացվում է չստացված կադր։ Վատ չի։ Ոնց որ թե լավ է, համենայն դեպս վատ չի։ Մաշկից բացի խոնավացնողից ու արևապաշտպանից ոչ մի բան չեմ քսել, բայց հետո մշակելուց ես մաշկի հարթացնող ֆիլտր եմ դնում։ Ես TikTok մտնում եմ գործի բերումով ու մեկ-մեկ այդ դրամաներին ականատես եմ լինում։ Մի ամբողջ հանրություն քննարկում էր ով է ֆիլտր օգտագործում, ով ֆիլտր չի օգտագործում, ինձ թվում է այդ ֆիլտր օգտագործելը, պլաստիկ վիրահատություն անելը բացարձակ քննադատման ենթակա բան չի, զուտ, եթե սիրտդ տանց է ուզում, դու դրանը ոչ մեկի չես վնասում ու տանց ես անում, այսինքն անգամ կարես չասես, որ դու օգտագործում ես ֆիլտր, կարես ասես, որ օգտագործում ես, հիմա ես ասում եմ, բայց ինչ-որ մեկը կարա չասի ու չգիտեմ, իմ համար բացարձակ տարբերություն չկա, ինչ-որ մեկը, չգիտեմ, շրթունքները Իրանն է, թե որ բան է լցրած դրա տեղը, հիմա արհեստական ինտելեկտով էլ կարես լրիվ արհեստական մարդ սարքես, ու այդ մարդը խոսա ու ես հիմա նման գործ էի անում, որ արհեստական ինտելեկտն էր մեր պրոյեկտում բացատրում, պրոյեկտը ոնց է աշխատում, մենք տվեցինք արհեստական ինտելեկտին, թե ինչ արտաքին ենք ուզում, ինքը այդ արտաքինով մեզ տվեց աղջիկ, ով բացատրում է արհեստական ձայնով, որ շատ բնական էր հնչում։ Ու ինձ թվում է լրիվ օքեյ է, կարա ինչ-որ մեկը գրի, վայ, այս մարդ չէր, փաստորեն մենք չէինք ուզենա, որ մարդ չի լսենք, բայց ինձ թվում է դա էական չի։ Ես մի ժամանակ տենց էի մտածում, որ ճիշտը բնականն է ու ոչ մի բան պետք չի սարքել, հիմա մտածում եմ, որ ճիշտը նենց է, ոնց դու ուզում ես, եթե քո մարմինն է վերաբերվում, նենց ոնց ուզում ես, տենց պետք է անես, ու ես էլ երբ որ նայում եմ օրինակ ինչ-որ բլոգերի, ինքը լինի մեյքափով, թե առանց մեյքափի, ես իրեն մեկը նայելու եմ, լինի ֆիլտրով, թե առանց ֆիլտր, բացարձակ տարբերություն չկա իմ համար, չգիտեմ, կարևոր է իմ համար, որ այդ մարդը
ինքը իր հետ ներդաշնակ լինի։ Okay, всё։ Քանի որ կամերան մեյքափը ուտում է, վստահ եմ, որ առանձնապես տարբերություն չզգացիք, բայց իրականում մի թեթև այս ներքևի հատվածը դուրս է եկել։ Ես ասում էի, որ պետք է սովորեմ մեյքափ անել, բայց այնքան խոսացի, ոչ մի բան չնայեցի։ Բարեբախտաբար երեք որոշել եմ, թե ինչ եմ հագնելու, արդյունքել եմ, կախել եմ ու հիմա ընդամենը պետք է վերցնել եւ հագնել այստեղ։ Ասել, ոյ չէ, այս չէր։ Սև տաբատ եւ մարմնագույն սա։ Ինքը սպորտային է, թե սպորտային չի, թե ինչա, չգիտեմ իրան ինչ են ասում, բայց շատ եմ հավանում, շատ սիրուն է։ Կարելի է համել շոփինգի գնալ մի թեթև փոքր գործից հետո, անցած բլոգում ասում էի, որ տաբատը պետք է գնամ, մի քիչ տաք կտորից ձմեռային ու տեսնենք, կարող է ինչ-որ ուրիշ բան էլ հավանեմ։ Մազերս ինձ թվում է սիրուն է ստացվել։ Տաքսին հեսա հասնում է 3 րոպեից, պետք է դուրս գամ, ինձ թվում է կհասցնեմ ու չեմ ուշանա։ Միշտ հատկապես տաքսու վարորդները, որ տեսնում են այս պայուսակը, հարցնում են ինչ զենք է։ Դարի բացատրի ինչ զենք է։ Գնացինք։ Ոնց հասկացա վիդեոյի հաջորդ կադրերից հավես չեմ ունեցել խոսելու ու ուղղակի սիրուն կադրեր եմ նկարել, շատ սիրուն, որոնց հիմա կավելացնեմ voice over։ Ես ելակ շատ եմ սիրում։ Ու սիրում եմ հատկապես ձմռանը։ Այդքան ամռանը չէ, ինչքան ձմռանը, երբ որ դրսում շատ ցուրտ է, դե հիմա մեր տարածաշրջանում այդքան ցուրտ չի լինում, ձյուն առանձնապես չի գալիս, բայց ինչքան որ հնարավոր է, երբ որ ցրտում է, ձմռանը հանում եմ սառնարանից ելակը, սառցերանից եւ սարքում եմ սմութի կամ բանան ելակ, կամ խնձոր ելակ, այնպես մի քիչ փափուկ խնձորներով, կամ ուղղակի ելակ մեղրով, շատ համով ստացվում, պաղպաղակն ու ելակը իրար հետ շատ համով ստացվում, ու ոնց որ այդ ձմռան ցրտին, ցենց ամառվա մի հատ ամռան շունչ բերես, ամառը ձմռանը, ցենց ասած, հետո որոշեցի pancake սարքեմ, ինչի, որովհետև կաթի ժամկետին մնացել էր 1 օր ու ինչ-որ բան պետք էր անել, բայց շատ սիրուն ստացվեց ու շատ համով ստացվեց։ Մի ժամանակ անընդհատ ուսումնասիրում էի ոնց սարքել pancake ու բաղադրատոմսեր էի նայում, ներվայնանում էի, որ ինչ-որ բան գրում են ուղղակի աչքաչափով, մտածում էի այդ որն է ու ինչի չեն նորմալ գրամներով գրում, բայց երբ որ արդեն սկսեց ստացվել, հիմա էլի ամեն ինչ աչքաչափով եմ լցնում ու տենց ոչ մի բանը չեմ չափում կոնկրետ ինչքան է։ Հասկացա, որ մի քանի անգամ սարքում ես, մի քանի անգամ չի ստացվում, հետո արդեն ստացվում է ու այդ աչքաչափը արդեն պարզ է լինում, թե ինչքան է։ Համ տեսքն էր սիրուն, համ համն էր լավը, այսպես տեսք ունի իդեալական երեկոն։